Բոլորս սրտի խորքից ասենք փառք ամենակարող Աստծուն։ Շնորհակալ ենք Աստծո մեծ սիրո համար, իր տված այս հնարավորության համար, որ Աստված այս հնարավորություն տվել է, որտեղ Տիրոջ խոսքը ասում է, որտեղ որ իմ անունով 2-3-ը հավաքվենք, եկա այնտեղ ներկա ենք։ Ես այնտեղ ներկա եմ, ասում է Տերը, իր անունը փառավորվի։ Հետևաբար հարց առաջանում եղբայրներ, քույրեր, հարազատներ, ինչի համար ենք մենք այսօր այստեղ հավաքվել։ Մի հարց, որ բոլորը յուրաքանչյուրս ինքնս մեզի պետք է տանք, թե ինչն է մեր այստեղ գտնվելու նպատակը, ինչի համար եմ ես այստեղ եկել։ Իրապես հավատում եմ Աստծո խոսքին, այն խոսքերին, որ դուրս է գալիս մեր Տիրոջ բերանից, թե միայն մարդկային այն մտածելակերպն է, մարդկային այն որոշումներն է, մարդկային այն ջանքերը, մարդկանցից տեսանելի լինեմ ես, թե ինչն է իմ այստեղ գտնվելու նպատակը, եղբայրներ, քույրեր, թող Տիրոջ անունը փառավորվի։ Կուզենայի Սուրբ գրքից համարներ պետք է կարդամ յուրաքանչյուրիս համար ինձանից սկսած եղբայրներ, քույրեր։ Եթե Տերը այստեղ է, հետևաբար ինքը սպասում էր ինձ, որ ես այստեղ գտնվեմ, ինքը բան ունի ասելու, ինքը խորհուրդ ունի անելու ամեն մեկիս համար, որտեղ Աստծո խոսքը այդպես է սովորեցնում, որովհետև ինքը մեզանից առաջ այստեղ է եկել, սպասում էր ինձ, թե ինչպես եմ պետք է իմ սիրտը բացեմ իր առջև, որտեղ իր հետ պետք է ունենամ հանդիպում, իր հետ պետք է ես հաղորդակցվեմ, հետևաբար ինքը բաներ ունի ասելու, որ քանդվի իմ բոլոր այն մարմնավոր մարդկայինը, որը կա իմ կյանքի մեջից, որ ես կարողանամ Աստծուն հաճելի դառնալ, որպեսզի այն խոստմունքը, որ Աստված խոստացել է, դա իրականանա, դա կատարվի իմ եւ քո կյանքի մեջ, եղբայրես եւ քույրես։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Մարդը կարող է երկար ժամանակ գտնվի Տիրոջ առջև, այցելի եկեղեցում գտնվի, բայց այն եկեղեցում գտնվելով է ինքը չունենա այն խոսքը իր սրտի մեջ, այն ինչ որ Հիսուսը սովորեցնում, այն ինչ որ Հիսուսը ասում է, այդ խոսքը կյանք դառնա ինձ համար, թող իր անունը փառավորվի։ Դրա համար Սուրբ գրքում շատ համարներ կա ամեն մեկիս համար, որ պետք է կարդամ եղբայրներ, քույրեր։ Հռոմեացիների պետք է կարդամ 5-րդ գլուխ 8-րդ խոսքը, բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Իր անունը փառավորվի։ Իրապես Հիսուսը ում համար է մեռել։ Կարող ենք յուրաքանչյուրս ասենք, որ իմ համար է մեռել։ Վերջում այս հարցի համար պետք է մենք իրապես աղոթք պետք է անենք Տիրոջ առջև։ Կարող ենք գտնվել, բայց իրապես Հիսուսը իմ համար մեռած չլինի։ Թող Տերը մեզ ողորմություն անի, եղբայրներ, քույրեր։ Սուրբ գրքից կուզենայի նորից մի համար կարդամ Մատթեոս ավետարանում, որ ինքը Հիսուսը աշակերտներին խորհուրդ էր տալիս, ասում էր, որ ես պետք է գնամ Երուսաղեմ եւ այնտեղ պետք է մահանամ։ Կարդում եմ Մատթեոս ավետարանի 16-րդ գլխի 21-րդ խոսքը։ Այնուհետև Հիսուսը սկսեց աշակերտներին հայտնել, թե պետք է նա Երուսաղեմ գնա, ծերերից եւ քանայապետներից եւ դպիրներից շատ չարչարվանքով չարչարվի, սպանվի եւ երրորդ օրը հարություն պետք է առնի։ Տիրոջ անունը փառավորվի։ Գրված է, որ Հիսուսը այս խոսքեր ասավ, որ պետք է գնամ Երուսաղեմ, մարդկանցից չարչարվեմ, մեռնեմ եւ երրորդ օրը հարություն առնեմ։ Իրապես այս խոսքերը, որ Հիսուսը ասեց, աշակերտների համար կյանք դարձավ այդ խոսքերը, կարողացան այս խոսքին հավատալ աշակերտները, թող Տերը մեզ օգնի, հիմա համարներ պետք է կարդանք, եղբայրներ, քույրեր, իրապես նրանք կարողացան հավատալ այդ խոսքերին, կարողացան ընդունել այդ խոսքը, որ ինքը պետք է հարություն առնի երրորդ օրը, թե դեռ նրանց մեջ կասկածներ կա, ինչպես եւ կարող է այսօր մեր մեջ լինի այդ կասկածները, այդ երկմտությունները, եղբայրներ, քույրեր։ Թող Տերը մեզ օգնի, եղբայրս եւ քույրը։ Կարդում եմ Սուրբ գրքից նորից մի համար 20-րդ գլուխ, նույն Մատթեոս ավետարանի 20-րդ գլուխ, կարդում եմ 28-րդ խոսքը, երկրորդ մասը։ Շատերի փոխանակ իր անձը փրկանք տա։ Շատերի փոխարեն, չի գրված բոլորի փոխարեն իր անձը փրկանք տա։ Այսինքն շատերը, ինչի համար է գրված շատերի։
Այսինքն ովքեր որ ընդունում են Աստծո խոսքը, ում կյանքի մեջ որ գալիս է Աստծո խոսքը, պտղաբեր է դառնում եւ այդ անձնավորությունը կարողանում է մնալ Աստծո խոսքի մեջ, ապրել հավատարիմ իր կյանքի բոլոր օրերում։ Նրա համար է այդ փրկանքը։ Իսկ ովքեր որ լսում է Աստծո խոսքը եւ այդ խոսքը իր համար կյանք չի դառնում, հետեւաբար նրա համար փրկանք չի կարող հանդիսանալ եղբայրս եւ քուրս։ Սա կարևոր համար է յուրաքանչյուրիս համար եղբայրներ քուրեր, որ մենք այսօր ներկայ ենք Աստծո առջև եւ ինքը Հիսուսը մեռավ բոլոր մարդկության համար, բայց ոչ բոլորն են կարողանում հավատալ, ոչ բոլորն են կարողանում վստահել Աստծո խոսքին, ոչ բոլորն են կամենում Աստծո խոսքը կիրառել իրանց կյանքի մեջ եւ ապրել Աստծո խոսքով, որ կարողանան կյանք ունենալ եղբայրս եւ քուրս։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Կուզենայի անդրադառնալ Ղուկաս ավետարանում, այնտեղ այն համարները, որ կարևոր է այստեղ, որ մենք զանազանենք եղբայրս եւ քուրս։ Գրված է Ղուկաս ավետարանում, պետք է կարդամ այդ համարները մեզ յուրաքանչյուրիս համար, որը գրված է Ղուկաս ավետարանի 23-րդ գլուխ 34-ից 43-րդ խոսքերը։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Մինչև այդ համարները կարդալը կուզենայի հիշեցնենք եղբայրներ քուրեր։ Նույն Ղուկաս ավետարանի 24-րդ գլխում, որ այնտեղ գրված է, երբ որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, աշակերտները ցրվել էին։ Աշակերտներ տարբեր կողմեր գնացել էին։ Երբ որ Էմաուսի ճանապարհում Հիսուսը ինքը հանդիպեց աշակերտների հետ, նրանց համար զարմանալի եղավ, որ Հիսուսը պետք է հարություն առներ։ Նրանք դեռ չէին հասկանում, որովհետև նրանց կյանքի մեջ մարմնավորը դեռ կարևոր էր, մարմնավորը կարևոր դեր եւ նշանակություն ուներ իրենց համար։ Մտածում էին, որ Հիսուսը, որ եկել է, իրապես Իսրայելի ժողովրդին փրկելու, Իսրայելի ժողովրդին բարեկից լավ կյանք խոստանալու համար, որ բարեկից լավ կյանք ապրեն երկրի վրա։ Թող Տերը մեզ օգնի։ Դրա համար կարդամ այդ համարը, հետո կանդրադառնանք այն 23-րդ գլխին։ Դա գրված է 24-րդ գլուխ 21-րդ խոսքից, որ հետևյալն է ասում. Իսկ մենք հույս ունենք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր։ Այսօր ամենքս սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Բայց մենք մի քանի կանայք են մեզ միջից զարմացրին մեզ, որ առավոտյան կանու գնացել էին գերեզման։ Տեսնում ենք, որ զարմանալի եղավ աշակերտների համար, որ այն կանայքը գնացել էին գերեզման, չեմ ուզում անդրադառնալ ամբողջովին այդ հատվածը, եւ եկան ասեցին, որ գնացինք եւ Հիսուսին այնտեղ չգտանք։ Եվ սա զարմանք էր աշակերտների համար, թեև Հիսուսը ասել էր, որ պետք է մեռնեմ եւ երրորդ օրը հարություն պետք է առնեմ, բայց այդ խոսքերը նրանց համար տեղ չգտավ, նրանց կյանքի մեջ չեղավ, նրանց համար զարմանալի դարձավ այդ բոլոր բաները։ Կարող է եւ այսօր մեզ համար էլ զարմանալի դառնա եղբայրս եւ քուրս, թեև լսում ենք Աստծո խոսքը, բայց Աստծո խոսքը պետք է կյանք դառնա ամեն մեկիս համար։ Այսօր պետք է բացվի մեր սրտի ականջները լսելու համար, իմանալու համար Աստծո խոսքը, ոչ թե միայն լինի Աստծո խոսքը մեզ համար գիտություն, այլ Աստծո խոսքը կյանք դառնա, ինչպես որ Պետրոս ասավ, Տեր, ուր գնամ քեզանից։ Այսինքն մարդը, երբ որ ընդունում է Աստծո խոսքը, իր սրտի մեջ էլ տեղ չունի գնալու, ուրիշ տեղ ինչ որ լավ բան փնտրելու տեղ չունի, ինչ որ որևէ մի բանի հասնելու համար կարիքն չունի, որովհետև նրա կարիքը, նրա կյանքը Հիսուս Քրիստոսն է դառնում։ Թող փառավորվի Տիրոջ անունը եղբայրներ քուրե։ Եվ հիմա կուզենայի անդրադառնալ հենց այն համարները, որ ասեցի 23-րդ գլխի Ղուկաս ավետարանի 39-րդ խոսքից, որտեղ այնտեղ խաչված էին Հիսուսի կողքին երկու ավազակներ։ Գրված է. Եվ այն կախված չարագործներից մեկը հայոյում էր նրան եւ ասում էր. Եթե դու ես Քրիստոսը, փրկի քո անձը եւ մեզ էլ։ Տեսնում ենք, որ մարդը իր անձի փրկության համար, մարմինը փրկելու համար, մարմինը խաչից իջնելու համար, ասում է Հիսուսին, որ դու եթե Աստծո որդի ես,
Փրկիր ինձ, մեզ եւ քեզ էլ փրկի։ Այսինքն մտածում են, որ իրենք փրկություն կարող են գտնել, որ եթե Հիսուսը Աստծո որդի է, կարող է ասել, խոսք ասել եւ նա խաչից իջնել, բայց այս մարդու համար, այս ավազակի համար մարմնավորն էր պետք։ Կարևոր է նրա մարմնավորը, որովհետեւ մարմինի համար ավելի հաճելի էր ապրել երկրի վրա։ Դրա համար նրան պետք էր, որ ինքը խաչից իջնի, դեռ մարմնավոր կյանք ապրի, դեռ իր բոլոր մնացած հարցերը լուծում տա։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Բայց շարունակության մեջ կուզենայի կարդալ եղբայրներ քուրեր, որ ինչ է գրված։ Իսկ մյուսը պատասխանեց սաստելով նրան եւ ասեց. «Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նա նույն պատժի մեջն ես, ու մենք իրավունքով ենք պատժված, որտեղ մեր արած գործերի արժանի հատուցում ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղ բան չգործեց»։ Գրված է, որ մենք մեր արժանի պատիժին ենք արժանանում։ Այս ավազակը տեսնում ենք, որ ասում է, որ ես հանցագործ եմ, ես ավազակ եմ, ես չար սրտով մարդ եմ, եւ իմ չար սրտի համաձայն, իմ չար արարմունքի համար ես պատժի եմ արժանանում։ Իսկ նա ոչ մի վատ բան չգործեց, բայց նա մեր հետ տանջվում է։ Հարց առաջանում, տեսնում ենք, որ այս անձնավորությունը որտեղից էր լսել, միգուցե լսել էր։ Ես չեմ ասում, որ չէր լսել։ Միգուցե որը մեկից լսել էր Հիսուսի մասին։ Գիտեր Հիսուսի մասին, որ Հիսուսը եկել է համայն մարդկությանը փրկելու համար։ Հիսուսը եկել է կյանքի ճանապարհը բացելու համար։ Այդ անձնավորությունը, այս ավազակը ինչ որ տեղից որևէ մի բան տեղյակ էր Հիսուսի մասին։ Դրա համար ասում է, որ դու չես վախենում Աստվածանից, այսինքն այս անձնավորության մեջ կար Աստծո վախը։ Ինքը վախենում էր Աստծուց եւ ինքը ուներ հավատք Աստծո խոսքի նկատմամբ եղբայրս եւ քույրս։ Դրա համար ինքը ասում է, որ ես իմ հանցանքների համար պատիժ եմ կրում, իսկ նա ոչ մի հանցավոր բան չգործեց։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Տեսնում ենք, որ այս անձնավորությունը ավազակը լսելով Աստծո խոսքը, ինչ որ կարող է տեղյակ լինելով, որ այս Աստծո խոսքին, ընդունում է, որ ինքը հանցավոր անձնավորություն է, խոստովանություն անում եղբայրս եւ քույրս։ Ասում է, որ ես հանցանք եմ գործում եւ իմ հանցանքի համար այս պատժին եմ արժանում։ Նրա համար պետք չէր, որ ինքը խաչից իջներ։ Այդ ավազակը իրեն այն մարմնավոր կյանքը պետք չէր, այլ ինքը որոշում էր կայացրել, հավատում էր Աստծո խոսքին եւ այդ խաչի վրա տանջվում, տառապում էր իր հանցանքների համար։ Իրան միայն մի բան էր պետք. ինչ անեմ, որ կարողանամ Հիսուսին հաճելի դառնամ։ Այդ տանջանքը նրա համար կարևոր չի։ Այսօր եթե մեկ հոգևորը ինչ որ դժվարության մեջ է հայտնվում, ինչ որ ծանր վիճակի մեջ է հայտնվում, նույնիսկ սկսում է Աստծուն մեղադրել։ Բայց այս ավազակը Աստծուն չի մեղադրում, այլ ինքն իրեն է մեղադրում, որ ինքը հանցավոր է, բայց Հիսուսը ասում է, որ նա արդար է եւ ոչ մի հանցանք նա չի գործել, ես իմ հանցանքի համար եմ տանջվում։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Նրա համար պետք չէր ապրել երկրի վրա, նրա համար կարևոր չէր, որ խաչից իջներ ինչպես մյուս ավազակը, այլ նրան կարևոր էր, որ իր սիրտը բացի Աստծո առջև, խոստովանություն անի Տիրոջը, որ ինքը հանցավոր անձնավորություն է, որ արժանի է այդ պատիժը կրելու։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Եվ շարունակության մեջ կարդում ենք հետևյալ 41-րդ խոսքը. ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերը արժանի հատուցում ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղ բան չգործեց, եւ ասեց Հիսուսին. Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունում է։ Տեսնում ենք, որ այս անձնավորությունը ասում է Տեր, հավատում եմ, որ դու պետք է գաս քո թագավորությունում է, այսինքն որ թագավորությունը երկնքի թագավորություն է, որովհետև նա հավատում էր, որ Հիսուսը ոչ թե երկրի վրա է եկել իր թագավորությունը հաստատելու, այլ նրա թագավորությունը պետք է հաստատվեր երկնքում իր սուրբերի հետ, եղբայրներ քուրեր։
Թող Աստծո անունը փառավորվի։ Տեսնում ենք, որ այս ավազակը ճանաչելով իր հանցանքները, հավատալով իր սրտի մեջ, որ Հիսուսը եկել է, մեռնում է իր համար, տանջվում է խաչի համար, իրեն փրկելու, իրան կյանք տալու համար։ Այս անձնավորությունը մեջ կար այդ հավատքը, վստահությունը, ոչ թե այն աշակերտների նման, որ ցրվել էին, այլ ինքը խաչի վրա ճանաչում է Հիսուս Քրիստոսին, որ եկել իրան կյանքի ճանապարհը բացելու համար։ Թող փառավորվի Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր, տեսնում ենք, որ Հիսուսի հետևյալ խոսքերը եւ ասում է, որ գաս երբ որ քո թակավորությունում է, հիշիր, մի մոռանա, որ ես ավազակ հանցագործ եմ, բայց տանջվում եմ իմ արարունքիների համար, իմ արած գործի համար տանջանք եմ կրում, որ ես արժանի եմ այս պատիժը կրելու, որտեղ իմ արածի հատուցումն եմ ստանում։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Եվ սարունակության մեջ կարդում ենք. Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հարց առաջանում. երկիր մոլորակի վրա ավետարանը կարդում ենք, որը միտեղ Հիսուսը որը մեկին ասել է, որ դու ինձ հետ դրախտում կլինես։ Եղբայրներ, քույրեր, Սուրբ Գիրքը կարդում ենք, ոչ մի տեղ չկա նշված, որ Հիսուսը որը մեկին ասին, որ դու ինձ հետ դրախտում կլինես, բայց մեզ ասում է, որ ապաշխարեցեք, խոնարհվեցեք, իմ խոսքը պահեք, որ կարողանաք երկնքի արքայությանը արժանի լինել։ Ապրեք այն կյանքով, որը Աստծուն հաճելի է, ապրեք այն կյանքով, որը Տերը հավանում է դրան, որ դու կարողանաս արժանի լինել երկնքի արքայությանը։ Իսկ այս անձնավորությունը, այս ավազակը, որը նրա համար է տանջանքը, է տառապանքը, որ խաչի վրա Հիսուսի կողքին տանջվում էր, է տառապանքը մի կողմ էր դրել, արժանի էր այդ տառապանքին, բայց նրա սրտի մեջ կար այդ հավատքը, այդ վստահությունը Աստծո խոսքին, որ նա հավատում էր, որ այդ տառապանքից հետո կա հավիտենական կյանք։ Դրա համար ասավ Հիսուսին, երբ որ գաս քո թակավորությունը, հիշիր ինձի։ Այսինքն նա հավատում էր, այդ տառապանքը մի կողմ էր դրել, հավատում էր Աստծո խոսքին, որ կգա մի օր, իր Հիսուսի հետ կլինի։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Սա նա խոստովանություն արեց այդ ավազակը։ Իր սիրտը բացեց Հիսուսի առջև, խոնարհվեցավ, նրան պետք չէր, որ ապրի երկրի վրա ու Հիսուսի հետ հավետյանս չլինի։ Նրա մեջ կար այդ վստահությունը, եղբայրներ, քույրեր։ Շատ դեպքերում լինում է, որ մենք ասում ենք, ինչպես եղավ, որ այդ ավազակը Հիսուսը ասավ, որ փրկվեցավ։ Նա դրախտում պետք է լինի Հիսուսի հետ։ Շատ դեպքերում այսպիսի հարց են առաջանում, եղբայրներ, քույրեր, որ մարդը ինչպիսի տանջանքը մի կողմ է դնում, բայց մեզ համար ինչ որ մի փոքր բան պատահում է, սկսում ենք Հիսուսին մեղադրել, սկսում ենք եղբայրներին, քույրերին, ինչ որ հավատքին ենք մեղադրում, եղբայրներ, քույրեր, բայց այս անձնավորությունը ոչ մեկին չմեղադրեց, ինքը իրեն մեղադրեց։ Այդ տառապանքի մեջ ինքը իրեն մեղադրեց, եղբայրներ, քույրեր։ Թող փառավորվի Աստծո անունը, եղբայրներ, քույրեր, որ մենք այսօր կենթանի Աստծո առջև ենք, բայց այդ աշակերտները 3 տարի եւ մոտ կես Հիսուսի հետ քայլել էին, 3.5 տարի Հիսուսի հետ էին եղել, բայց նրանք չէին կարող այդ հավատքը ունենալ, որ Հիսուսը մեռելներից արդեն հարություն առել։ Այդ կանայքը եկան, նրանց զարմացրին, որ Հիսուսը չկա գերեզմանում, նա հարություն առել, նա երկնքում է։ Այդ մարդիկ, այդ անձնավոր եղբայրները իրենք չունեին այդ հավատքը, բայց Հիսուսը նորից նրանց հավաքեց իր կողքին, խրատեց, հորդորեց, որ նրանց հավատքը ամբրապնդվի Աստծո խոսքին, որ այսօր նույն կերպ Հիսուսը մեզ հավաքել է, որ ասեցինք սկզբից, թե ինչի համար ենք այստեղ եկել ենք լինի միայն մեր նպատակը Հիսուսի կամքը կատարենք, Հիսուսի խոսքին հետևենք, Հիսուսի խորհուրդներին եւ խրատը մեզ համար կյանք դառնա, ոչ թե դա լինի մեզ համար գիտություն, այլ հոգի եւ կյանք դառնա յուրաքանչյուրիս համար։ Իր անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Իր անունը մեծարվի, եղբայրներ, քույրեր։ Կուզենայի Սուրբ Գրքից մի համար էլ պետք է կարդամ, աղոթքից առաջ երկարացնեմ։ Կարդում եմ Առաջի Պետրոսի 2-րդ գլուխ 24-րդ խոսքը։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 24-րդ խոսքը, որ ինք մեր մեղքերի
մարմնի խաչապայտի վրա բարձրացեց, որ մեղքերից հեռացնելով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցանք։ Հիսուսն այսօր ուզում է, որ իրապես իր վերքերով մենք բժշկվենք։ Այսօր մեր հավատքը բժշկվի, մեր վստահությունը բժշկվի Աստծո խոսքի վրա, որ Հիսուսը մեր մեղքերի համար եկավ, մեր հանցանքների համար մեռավ, եւ նա այսօր ուզում է բժշկություն կատարի իմ եւ քո կյանքի մեջ, որ մենք չապրենք երկնավոր կյանքի համար, այլ ապրենք երկնավոր կյանքի համար, երկնավոր կյանքի կոչումը ստանալու համար, որ ինչպես որ այդ ավազակին ասավ, դու ինձ հետ դրախտում կլինես, որ ոչ մեկին այդպիսի բան Հիսուս չի ասել, Դանիելին չի ասել, Դավիթին չի ասել, այլ նրանք Աստծո կամքը կատարեցին, Աստծո խոսքը պահեցին եւ նրանք Տիրոջ հետ եղան։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Այսօր այդ խոսքը ինձ եւ քեզ է ուղղված, որ ամեն մեկս կարողանանք այդ հավատքը ունենանք, կարողանանք վստահել Աստծո խոսքին, թողնենք երկրավորը, մտածենք երկնավոր կյանքի համար, ինչպես որ այն աճակողմյան ավազակը, նրա համար երկնավորներ պետք, նրա համար հավիտենական կյանքներ պետք, երկնքում Հիսուսի հետ լինելն էր նրան պետք, դրա համար այդ տառապանքը, այդ տանջանքը, որ ահավոր տանջանք էր խաչի վրա, նա մի կողմ էր դնել, նա չէր հիշում իր տառապանքը, իր տանջանքը մի կողմ էր դնել, միայն մտածում էր, որ ինչ անեմ, խոստովանեմ Տիրոջ առջև իմ արարմունքը, իմ հանցանքները, որպեսզի նրանից կարողանամ ողորմություն գտնել։ Թող փառավորվի Տիրոջ անունը, որ եղբայրս եւ քուրս, որ մենք այսօր եկել ենք Տիրոջ առջև, իրապես Աստված բան ունի ասելու մեզի։ Անատական ամեն մեկիս հետ բան ունի ասելու։ Արդյոք ես լսողի դերում եմ, թե հնազանդվելու դերում եմ։ Լսում եմ, պետք է հնազանդվել սովորեմ, Աստծո խոսքը պահեմ, որ կարողանամ հավիտենական կյանքը ժառանգեմ, որ իմ գալը, գնալը, որ սկզբից ասեցինք, որ Հիսուսն այստեղ է, մեր գալուց առաջ նա սպասում էր ինձ եւ քեզ, որ մենք բացենք մեր սրտի դռները Աստծո խոսքի առջև եւ Աստծո խոսքը հոգի կյանք դառնա, որ մենք արժանի լինենք այն գալից մեծ փրկության համար։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Հիսուսը ում համար է մեռել եղբայրս քուրես։ Հիմա ուզում եմ նորից անդրադառնալ այդ հարցը տալ։ Հիսուսը ում համար է մեռնել։ Կարող ենք մենք համարձակ ասել, որ իմ համար է մեռել Հիսուս, որ ես հավիտենական կյանք ունենամ։ Հետևաբար պետք է հնազանդվեմ, խոնարհվեմ, Տիրոջ կամքը կատարեմ, որպեսզի այդ խոստմունքը ժառանգեմ։ Ամեն։ Գանք Տիրոջ առջև, հենց սրա համար պետք է աղոթ կանենք եղբայրներ քուրեր։ Աղոթ կանենք Տեր, իրապես եկել եմ, որ դու ինքդ իմ սրտի մեջ բնակվես եւ ես արժանի լինեմ այլ գանից մեծ ուրախությանը, որ դու փառավոր լինես։ Ամեն։